Առանց լարերի, առանց կրիչների, այգում թե սրճարանում, որտեղ կա Wi-Fi կապ։ Սրանք անլար ինտերնետի հնարավորություններն են, այն 7 և 2 մեգաբիտ արագությամբ ինտերնետ է ապահովում 1 տասնյակից ավելի համակարգիչների համար։ Սա Flybox ինտերնետ մոդեմն է, որը որ իրանից ներկայացնում է Wi-Fi ցրող սարք, այսինքն ապահովում է Wi-Fi-ի հասանելիություն մոտ 25 մետր ռադիուս տարածության վրա, բաց տարածության վրա և օպտիմալ քանակությամբ մինչև 40 համակարգչի համար։ Ալեքսեյը շաբաթը գոնե մի անգամ օգտվում է Wi-Fi կապից, եթե սրճարանում չի լինում անլար ինտերնետ, գործի է դնում հեռախոսը, որակից չի դժգոհում, բայց ինֆորմացիոն անվտանգության համար անհանգստանում է։ Պարզել է, որ Երևանում կա 3500 անլար ինտերնետի ցանց, բայց դրանց մեծ մասը կոդավորված չէ։ Բաց առանց շիֆրովկայի, առանց password-ի Wi-Fi-ի հետ միանում եք, անձնական գաղտնաբառը չմտցնել։ Ուղղակի ինչ-որ ինֆորմացիա կարելի է նայել, բայց մեյլ ստուգել երևի չարժե։ Wi-Fi կապի մագնիսական ու ճառագայթային վտանգների մասին խոսակցությունների հանդեպ Ալեքսեյն ունի իր մասնագիտական վերաբերմունքը, ինչպես բոլոր ռադիոսարքերը, այս կապն էլ ունի վնասակարության իր աստիճանը։ Ես իհարկե մեծ մասնագետ չեմ այդ ոլորտում, բայց կարող եմ ավերջի հարուտ բաներում գործոններում հազիվ թե ինքը հայտնվի։ Կան ինչ-որ պարզ կանոններ։ Wi-Fi կապից օգտվելու պարզ կանոններն են Flybox սարքին մոտ չնստել և առավել ևս չքնել նրա մոտ, ինֆո ապահովության համար գաղտնաբառեր կիրառել։ Ի տարբերություն շատ սարքերի, այս Flybox-ը համակարգչին է միանում առանց դժվարության և առանց հատուկ ներբեռնած ծրագրի, իսկ ցանկության դեպքում անհասանելի է դարձնում բոլոր այն կայքերը, որոնք օգտագործողի համար ցանկալի չեն։ Ուղղակի միացնում է սարքը, տեղադրելով SIM քարտը սարքի մեջ, նրան ուղղակի հարկավոր է հոսանք, ուրիշ ոչինչ։ Երբ վառվում է կապույտ լույսը, ուրեմն ինտերնետ հասանելիությունն ապահովված է, Wi-Fi կապն էլ որակյալ, իսկ հատուկ գաղտնաբառերը հարևաններին կզրկեն Wi-Fi կապն անվճար օգտագործելու հաճույքից։ Հաճախորդներին շատերին ուրեմն հետաքրքրում է մի հարց. եթե տեղադրվում է սարքը, այսինքն ինքը Wi-Fi ցրիչ է, կարող են օգտվել իրենց հարևանները այդ Wi-Fi-ից, թե ոչ, հա։ Այս տարբերակում ասեմ, որ ոչ, այսինքն եթե իրանք փակեն իրանց ուրեմն Wi-Fi ցրիչը, ուղղակի դնելով նրա վրա ինչ-որ մի պասվորդ, որի հնարավորությունը որ մենք ունենք, հարևանները արդեն ոչ մի կերպ չեն կարողանա օգտվել այդ սարքից։ Օրանժի Wi-Fi կապի սակագներն են 16000 դրամով 14 գիգաբայթ գերարագ ինտերնետ, 21000 դրամով 21 գիգաբայթ գերարագ ինտերնետ, 32000 դրամով 42 գիգաբայթ։ Ձեռք բերած գերարագ ինտերնետը վերջանալու դեպքում օրանժի հաճախորդները հնարավորություն են ստանում ինտերնետից օգտվել վայրկյանում 256 կիլոբիտ վայրկյան արագությամբ անսահմանափակ ինտերնետից, իսկ հավելյալ 8000 դրամ վճարելու դեպքում վերականգնվում է ձեր նախընտրած ամսական ծավալը։ Ինտերնետում նոր վիրուս է հայտնվել, այն էլեկտրոնային փոստին է գալիս նամակի հետ որպես ֆիլմերի հղում։ PDF ֆայլի տեսքով հղումը տանում է դեպի վնասակար ծրագիր պարունակող կայք, որից հետո Տրոյանը փորձում է ջնջել հակավիրուսային բոլոր ծրագրերը, ավտոմատ թափանցելով նաև օպերացիոն համակարգեր։ Ամերիկացի գիտնականները ստեղծել են առաջին խաբեբար ռոբոտներին։ Դրանք կարողանում են մոլորեցնել իրենց նմաններին եւ մարդկանց։ Նոր ռոբոտները արագ կողմնորոշվում են եւ կախված պայմաններից ամենաօպտիմալ մարտավարությունն են ընտրում։ Ճարպիկ ռոբոտներին կօգտագործեն զինվորականներն ու փրկարարները։ Ամերիկյան ծանոթությունների ցանցի նոր ուսումնասիրության համաձայն սպիտակամորթ կանայք հետաքրքրված են սիրավեպերով եւ քանթրի երաժշտությամբ, տղամարդիկ մոտոցիկլետներով եւ ծրագրային ապահովմամբ։ Հետազոտությունը պարզել էր նաև, որ ամենաակտիվ բլոգերները համասեռամոլներն են։ Սոցիալական ցանցերից հատկապես Adnaklassniki-ում անձնական էջերն ամենահաճախն են կեղծում։ Համադասարանցու նոր ծանոթուհու կամ ընկերոջ հետևում կարող է միանգամայն այլ օգտվող լինել։ Կեղծ պրոֆիլը իրականից տարբերելու համար կա մի քանի պարզ կանոն։ Զգուշացեք առանց լուսանկարի օգտվողից։ Նախազգուշացում կարող է լինել նաև ընդամենը մեկ լուսանկարը, որը օգտվողի հետ որևէ կապ չունի եւ ներբեռնված է ինտերնետից։ Անձնական էջը կարող է կեղծ լինել, եթե բացակայում է օգտվողի անուն ազգանունը։ Կասկածելի օգտվողների շարքից են նաև նրանք, ովքեր չունեն ընկերներ եւ անձնական էջում ակտիվություն չի նկատվում։ Մենք շարունակում ենք ներկայացնել բացառիկ ռեպորտաժներ ու հարցազրույցներ, դեպքեր ու դեմքեր։ Դուք արդեն դիտեցիք Imagine Cup-ը, հիմա հերթը ՏՏ դեմքերինն է։ Անցյալ շաբաթ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատմեց իր բլոգի, բլոգոսֆերայի ու բարձր տեխնոլոգիաների մասին։ Այս շաբաթ վստահ եմ հայ բլոգերները մի պահ
շունչները պահելու են։ Վարչապետը ասելու է իր ամենասիրելի բլոգերի անունը կամ նիքնեյմը, թե ով է նա կբացահայտեք հենց հիմա մեր նոր ինտերպերսոնա էջում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը չի թաքցնում օր-օրի ավելի ու ավելի շատ ժամանակ է անցկացնում համակարգչի առջև։ Յուրաքանչյուր փաստաթուղթ ու տեղեկատվություն վարչապետը փորձում է գտնել ինտերնետից, իսկ նախարարներն արդեն գիտեն ցանկացած փաստաթուղթ ու տեղեկատվություն վարչապետը պահանջում է միայն օնլայն։ Երբեմն լինում է, որ ժամանակ չեմ կարողանում գտնել։ Կինս այն օգնում այդ հարցում, ինքը շատ ուշադիր հետևում է բոլոր նամակներին, արձագանքներին, երեկոյանից պատմում այն նամակների մասին, որ իրան ցնցել են, այն նամակներին, որոնք զայրույթ են առաջացնում, եւ դա էլ ստիպում է ինձ, որ ավելի շատ ժամանակ դրան հատկացնեմ։ Եթե գրառումները կամ թեմաներն առաջացնում են բուռն քննարկումներ, վարչապետին օգնում է նաև իր թիմը։ Ընկերներն ու բարեկամներն արդեն գիտեն, նրան վերաբերող լուրերը միշտ էլ կարելի է գտնել Տիգրան Սարգսյանի ինտերնետային տիրույթում։ Այո, հետևում են, բայց ես երբեմն զայրանում եմ, որ շատ ուշադիր չեն հետևում։ Եվ երբ որ հարցնում են ինձ ոնց եք, ինչ կա չկա, ասում եմ բլոգում նայեք, տեսնեք ինչ կա չկա, ոնց ենք, ինչա մեզ հետաքրքրում, ինչա մեզ մտահոգում։ Տիգրան Սարգսյանի բլոգում բլոգերներից ոչ պակաս ակտիվ են նաև այն քաղաքացիները, որոնք սովորաբար դեպքից դեպք են մտնում ինտերնետ։ Միայն թե նրանք ավելի շատ անձնական հարցերով են դիմում վարչապետին ու լրացում են բողոքների համար նախատեսված սյունակը։ Կարող ենք ասել, որ այսօր դեռևս գերիշխում են այդ տիպի նամակները, որոնք հուզական են եւ հեղինակներին թվում է թե վարչապետը տեղյակ չի այդ խնդիրներից եւ այլն եւ ուզում են ահազանգեն, որ այս կամ այն խնդրեմը գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում, չլուծված խնդիրներ, անձնական խնդրանքներն են շատ, որ վերաբերում է կոնկրետ քաղաքացիներին եւ նրանք փորձում են հենց ուղղակիորեն դիմել ինձ։ Բլոգերները ստեղծում են այն միջավայրը, որտեղ ազատորեն քննարկում ու երբեմն էլ նույնիսկ լուծում են ստանում հասարակական հնչեղություն ունեցող թեմաները։ Վարչապետը դեռ չի ցանկանում գնահատել մեր բլոգոսֆերայի ընդհանուր որակը։ Այն նոր է սկսում աշխուժանալ ու զարգանալ, բայց վարչապետն արդեն ունի նախընտրություններ բլոգագիրների շրջանում։ Նախընտրելի բլոգը մի հատ ակտիվ բլոգեր ունենք, դա թռչկոտող փիղն է։ Շատ հետաքրքիր մեկնաբանություններով։ Ընդհանրապես կան մի քանի բլոգերներ, որոնք եթե այցելում են այս կամ այն բլոգը, դրանով ինչ-որ միջավայր են ստեղծում բլոգերների, եթե հանգարց թռչկոտող փիղը չի այցելում քո բլոգ, սկսում ես անհանգստանալ, ասում ես, բան չի պատահ այդ մարդուն, հələ մի հատ իմացեք, հիվանդ չի։ Բլոգեր Տիգրան Սարգսյանը խոստանում է նույն ակտիվությամբ շարունակել իր բլոգային գործունեությունը եւ հանդիպումները բլոգ համայնքի հետ։ Այս եթերաշրջանում մեր ամենաYouTube-ը լինելու է բացառապես հայկական բովանդակության։ Ամեն շաբաթ մենք կներկայացնենք YouTube-ի ամենաշատ դիտված, քննարկված ու օրիգինալ վիդեոները։ Բանաձևի թիմի ընտրությամբ եւ ինտերակտիվի խորհրդով ամենաYouTube-ը հենց հիմա։ Առաջին ալիքի եթերում ամեն շաբաթ օրը 17:45-ին դիտեք վիրտուալի եւ ինտերնետի մասին պատմող Բանաձևի նախագիծը, ինտերակտիվ, հազարամյակի ռիթմը։ ՏՏ վերջին նորություններին կարող եք ծանոթանալ ինտերակտիվի նոր կայքում interactive.banadev.com հասցեում։ Ինտերակտիվն է ձեր վիրտուալ աշխարհի վիզուալ ներկայությունը։ Մենք բաց ենք թեմաների առաջարկների համար օնլայն եւ օֆլայն։ Ինտերակտիվ եղեք։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։